Նիկոլ Աղբալյան 150 ցուցադրությամբ Հայաստանի ազգային գրադարանը տալիս է ազգային գրադարանային շաբաթվա մեկնարկը։ Արդեն 20-ամյա ավանդույթի համաձայն շաբաթը հագեցած է լինում ցուցադրական նախագծերով, մասնագիտական եւ հանրային քննարկումներով, դասախոսություններով եւ ընթերցանության քարոզչական միջոցառումներով։ Այս տարի շաբաթվա առանցքային իրադարձություններից մեկը ազգային գրադարանի հնատիպ եւ հազվագյուտ հրատարակությունների Շքեղ Խատորի շնորհանդեսն է։ Մշակույթի նախարարության դրամաշնորհային ծրագրով Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի պատկերագիրքը գրեթե մեկամյա տքնաջան աշխատանքի արդյունք է եւ ներկայացնում է գրադարանի հնատիպ գրքի ամբողջական հավաքածուն 592 անուն գիրք հրատարակված 1512-ից մինչեւ 1800-ական թվականները։ Ամենածանր մասը իհարկե գրքի նկարագրություններ եւ ծանոթագրություններն էին, որովհետև տպագիր գիրքը լինում է մի քանի օրինակ, բնականաբար յուրաքանչյուր գիրքը ունի լինում են հիշատակարաններ եւ այլն, այսինքն մանրամասն նկարագրություն կար։ Առաջին անգամ է, որ հայերեն եւ անգլերեն ամբողջական թարգմանությամբ եւ որ համեմատվել է կոնգրեսի գրադարանի հատուկ խորագրերի դաշտերով, որ չլինի որևէ ինչ որ տար ընթերցում միջազգայինորեն ընդունված ձևաչափերի հետ։ Հայ գիրքը, որ պատմության մեջ հայտնի է 1110 անվան չափ, կեսից ավելիով ներկայացված է նոր պատկերագրքում։ Հակոբ Մեղապարտի վենետիկյան տպագրություններից մինչև 1800-ականները այն համակողմանի ներկայացնում է, թե ինչ էր հայ գիրքը որպես պոլիգրաֆիական արժեք, տպագրական ինչ մշակույթ եւ ավանդույթներ է ունեցել։ Առաջի տպագիր գրքերը փորձում էին նմանեցնել ձեռագրերին եւ տառերի տեսքով եւ նկարազարդումները շատ մոտ էին ավելի ձեռագիր գրքերին, քանի որ փորձում էին այդ ավանդույթը շարունակել, շատ գեղեցիկ թե թռչնատառեր կան, թե ընդհանրապես կենդանատառեր, մարդատառեր։ Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի պատկերագիրքը գեղարվեստական բարձրագույն որակի հետ միասին գիտական հետազոտական ջանադիր աշխատանքի արդյունք է, որն իրականացրել է նախագծի հեղինակային խումբը։ Իհարկե կան հրատարակություններ, որտեղ հայ գիրքը նաև անգլերեն տարբերակով է ելքային տվյալները, սակայն միշտ չեն, որ դրանք հստակ անգլերեն են լինում։ Շատ դեպքերում, եթե օրինակ լատիներենից է թարգմանված հայերեն, հետագայում օտար լեզվով կիրառվել է չգիտեմ, իտալերեն տարբերակը եւ այլն, անգլերենով շատ ավելի քիչ տարբերակներ ունենք, որ 592 անուն հնարավոր եղավ անգլերեն թարգմանել ելքային տվյալների մասով եւ այդ որ կոնգրեսի գրադարանը հատիկ մատենագիտական նկարագրություններով ստուգել ենք, այդ շատ կարեւոր փաստ է։ Այս նախաձեռնությունը ծնվել է ազգային գրադարանի 105-ամյակի միջոցառումների շրջանակում եւ ըստ էության այսօր արդեն գրադարանում պահվող բացառիկ ժառանգության գեղարվեստական արձանագրումն է, որը կարող է ցանկացած ժողովրդի քաղաքակրթական այցեքարտը համարվել։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։